Ողջույն բոլորին, այս տեսանյութում հունվարի 4-ի լուսնային օրացույցն է։ Մինչև ժամը 18:10 դեռ կլինի լուսնային 16-րդ օրը։ Սկսված ժամը 18:10-ից մինչև հունվարի 5-ը ժամը 19:48 կլինի արդեն լուսնային 17-րդ օրը։ Այսօր լուսինը կանգնած դիրք ունի ժամը 16:59-ից մինչև 17:43։ Հունվարի 4-ին լուսինը գտնվում է Խեցգետի նշանում, Ստամոքսը, լորձաթաղանթները, Արգանդը, ձվարանները, կրծքագեղձերը, որովայնը, լիմֆատիկ համակարգը և կրծոսկրը։ Այս օրգանները բավականին զգայուն են և դրանց նկատմամբ լրացուցիչ խնամք է հարկավոր։ Իսկ նվազող լուսնի ժամանակ վիրահատություններ կարելի է, բայց ոչ նշածս օրգաններում։ Լուսնային 17-րդ օրվա խորհրդանիշը դա որդատունկն է և զանգը, խաղողի ողկույզ, նաև ահազանգ։ Նաև զանգը ուրախություն է դա։ Օրվա կարգախոսը ժամանակն է իրականացնել ձեր երազանքները։ Օրվա գույներն են նարնջագույնը և կապույտը։ Օրվա քարերն է հեմատիտ, արյունաքար, ամեթիստ և հակինդ։ Արևելյան ավանդույթի համաձայն այս լուսնային օրը նվիրված է կանացիության աստվածուհի Շակտիին։ Սա հղիանալու ամենագեղեցիկ օրերից մեկն է։ Լուսնային 17-րդ օրը ազատագրման և ուրախության օր է, հաջողակ և օգտակար ստեղծագործական աշխատանքների համար։ Ուրախության օր է նաև։ Այսօր մարդիկ դառնում են շատ սիրող և զգացմունքային։ Այսօր կարող եք վազել, ցատկել և զվարճանալ, ինչպես նաև կարող եք կարդալ հումորային պատմություններ, բանաստեղծություններ և անեկդոտներ։ Փորձեք ամեն ինչում ուրախություն տեսնել և իհարկե ծիծաղ։ Փնտրեք ամեն օր միայն ուրախություն և ծիծաղ։ Կազմակերպեք հանգիստ, ինչպես նաև կարող եք վայելել անուշ գինի։ Որքան հնարավոր է շատ ծիծաղեք։ Համարեք այսօր ապրիլի 1-ն է և ուրախացեք լիաթոք։ Եթե հումորի պակաս եք զգում, միացրեք որևէ հետաքրքիր հումորային ֆիլմ, մանրապատում և նայեք։ Կարող եք նաև այցելել որևէ թատրոն, հումորային երեկոների, հավաքվեք ամենաուրախ մարդկանցով և ուրախացեք, թեկուզ ամենաչնչին բանի վրա։ Ոչ մի լուրջ գործ, գործարքներ և պայմանագրեր, ոչ մի պարտավորություն, ոչ մի փոխհրաձգություն կամ կրակոցներ։ Հնարավոր է, որ ձեր լիալուսնից մնացած լինի որոշ ագրեսիվություն, բռնություն, ծեծկռտուք, ալկոհոլի հետևանքներ։ Փորձեք տիրապետել ձեզ։ Այսօր շատերը ոգեշնչված կլինեն ստեղծագործելու համար։ Կարող եք կարել, նկարել և այլն։ Ամենակարևորը, հարկավոր է ուղեղը միշտ սառը պահել։ Լավոր է նոր բիզնեսի համար հիմքեր դնելու համար։ Դուք պետք է պատրաստ լինեք այն փաստին, որ 17-րդ լուսնային օրը սկսված ոչ մի բիզնես չի ընթանա այնպես, ինչպես պլանավորված է, և անընդհատ ճնշգրտումներ կպահանջի։ Այնպես որ այսօր միայն բիզնեսի կամ նոր գործի հիմք կարող եք գցել, նայել, հաշվարկել և այլն։ Այսօրը շատ լավ է նաև ամուսնությունների համար։ Նման միությունը երկար կլինի և սերը երբեք չի մարի։ Հարկավոր չէ շատ ալկոհոլ օգտագործել, քանի որ կարող են առաջանալ վեճեր և կռիվներ։ 17-րդ լուսնային օրերի հիվանդությունները վտանգավոր են, նրանք կրում են տարբեր տեսակի բարդություններ։ Այսօրը հեշտ է վարակվել։ Եթե վատ եք զգում կամ ֆիզիկապես թույլ եք զգում, անմիջապես մի կուլ տվեք հաբերը, մի չարաշահեք դեղորայքը։ 17-րդ լուսնային օրը հատկապես խոցելի են երիկամներն ու մակ երիկամները։ Լուսնային 17-րդ օրը կարելի է մի քիչ գինի խմել, բայց ծնողները ավելի լավ է զերծ մնան ալկոհոլից, եթե նրանք որոշում են երեխա ունենալ։ Հակառակ դեպքում նա կարող է մեծանալ որպես հարբեցող և խաբեբա։ 17-րդ լուսնային օրը ծնված երեխաները շատ երջանիկ են ընտանիքում։ Աղջիկները մեծանում են որպես հավատարիմ կանայք և լավ մայրեր։ Եթե ճակատագիրը նրանց չի ծանոթացնում կողակցի հետ, ապա նրանք կարող են թույլ մնալ ողջ կյանքի ընթացքում։ Նրանց համար, ովքեր ծնվել են լուսնային 17-րդ օրը, ճակատագիրը պատրաստել է երջանկություն և բարգավաճում։ Ճիշտ է, լիակատար երջանկության համար նրանք պետք է գտնեն իրենց զուգին կերոջը, քանի որ առանց իրենց երկրորդ կեսի իրենք կկորցնեն էներգիան և ուժը։ Այսօրը ծնված մարդը սովորաբար կյանքում հաջողակ և երջանիկ է։ Եթե ծնունդը շաբաթ օր է, դա կարող է հղի լինել անհաջող լինելու վտանգով։
Նա մշտապես կողակցի կարիք է զգում եւ երբ գտնի իրեն, ամբողջությամբ կնվիրվի։ Միայնակ նա վերածվում է թույլ անվստահ մարդու, ով որպես կանոն կյանքում ոչնչի չի հասնում։ Մազերի խնամք, սանրվածք։ Այսօրվա սանրվածքը ձեզ համար բարենպաստ կլինի, եթե հաջորդ օրվա ընթացքում չեք պլանավորում որևէ մեծ փոփոխություններ ձեր կյանքում։ Խոսքը վերաբերվում է միջքաղաքային ճանապարհորդություններին, բնակարանի փոփոխությանը, նոր աշխատանքի անցնելուն եւ ամուսնությանը։ Ճանապարհին կարող են ձեզ տհաճ անակնկալներ սպասվել, որոնք կանխելու համար ստիպված կլինեք մեծ ջանքեր գործադրել։ Եթե դուք պլանավորում եք ամուսնություն կամ անցում կատարել այլ աշխատանքի, ապա այսօր նույնպես չեք կարող սանրվածք անել։ Վտանգում եք հարաբերությունների կայունությունը եւ ֆինանսական վիճակը։ Եթե մոտ ապագայում ամեն ինչ կանխատեսելի է եւ անակնկալներ չեն սպասվում, համարձակորեն կտրեք ձեր մազերը։ Դա կնպաստի ձեր լյարդի եւ աղեստամոքսային տրակտի մաքրմանը, երիտասարդացմանը եւ ինքնազգացողության բարելավմանը։ Մազերի ներկում։ Եթե ցանկանում եք շտկել հարաբերությունները ինչ-որ մեկի հետ, ապա կարող եք ներկել ձեր մազերը։ Այսօր ձեր մազերը ներկելուց հետո դուք կկարողանաք ներողություն խնդրել այն մարդկանցից, ում առջև ձեզ մեղավոր եք զգում եւ անպայման ձեզ կլսեն եւ կներեն։ Մուգ գույնի մեջ նույնիսկ բնական ներկերն այսօր չի կարելի ներկել։ Խուսափեք սինթետիկ ներկերից։ Բիզնես եւ աշխատանք հիանալի ժամանակ է գործնական շփման, նախնական բանակցությունների, բայց ոչ վերջնական լուծման եւ որոշում կայացնելու համար։ Փորձեք հապճեպ որոշումներ չկայացնել։ Արդյունքում այսօրը կայացված անպատրաստ ու վատ մտածված որոշումները, ինչպես նաեւ պլաններն ու նախագծերը կպարունակեն լուրջ սխալներ, որոնք միայն հետո կհայտնաբերեք։ Հիանալի օր է ստեղծագործողների, նկարիչների, հատկապես գրողների համար։ 17-րդ լուսնային օրը հաջող է համարվում առևտրի եւ առևտրի աշխատողների համար, լավ է կադրային փոփոխությունների համար, լավ օր է գործողումների համար։ 17-րդ լուսնային օրը ոչ ոքի ոչինչ մի խոստացեք, պարտք մի տվեք, կոնֆլիկտներ մի հրահրեք, ինքներդ ձեզ համար դժվարություններ մի ստեղծեք։ Ֆինանսական մեծ հոսքերով գործողություններ խորհուրդ չեն տրվում։ Անձնական կյանք հիանալի օր է նոր ծանոթությունների, նշանադրության եւ ամուսնության համար։ Կարող եք գրանցել ամուսնություն, բայց փոխադարձ սիրո վրա հիմնված, ոչ թե կրքի ու հապճեպ ծանոթության վրա, այլ երկարատև հարաբերությունների եւ սեփական զգացմունքների նկատմամբ վստահության վրա։ Այսօրը կարող է սիրահարվեք եւ առաջին հայացքից։ Հրաշալի օր է բոլոր տեսակի տոների ու միջոցառումներ անցկացնելու համար։ Այսօրը շատ բարենպաստ է սիրո, սեռական շփումների համար։ Շատ կարևոր է, որ սիրո երախտագիտության խոսքեր հնչեն կնոջում։ Լավագույն օրն է երկարաժամկետ եւ երջանիկ ամուսնություններ կնքելու համար։ Խուսափեք դժվարություններից, չվիճաբանեք եւ պետք չէ վախենալ ոչ մեկից ու ոչնչից։ Երազները կատարվում են։ Երրորդ օրը, ոմանց մոտ դա կարող է լինել 18-րդ օրը։ Հավելյալ քարերն են ցիրկոնը, թափանցիկ ամեթիստը, ագրավի եւ բազեի աչքը։ Ցիրկոնը կոչվում է ադամանդի կրտսեր եղբայր։ Բժիշկներն այն օգտագործում էին արյունը դադարեցնելու, հիշողությունը բարելավելու եւ մելամաղձոտությունից ազատվելու համար։ Նա նաեւ ճանապարհորդների համար թալիսման է։ Ինչ կարելի անել այս լուսնային օրը։ Ձեզ հետաքրքրող ցանկացած գործունեություն, հաղորդակցություն, շփում ցանկացած ոլորտում եւ ժամադրություններ, ֆիզիկական ակտիվություն, խնջույքներ եւ հանրային միջոցառումներ, ֆինանսական խնդիրների լուծում եւ կոսմետիկ ընթացակարգեր։ Ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը։ Հոգնեցուցիչ պարտականություններից, բարդ տնային աշխատանքից, հանդիպումներից, որոնք որ ձեզ չեն հետաքրքրում։ Լուսնային 17-րդ օրը բարենպաստ է ներարկումներ անել, պլաստիկ վիրաբուժություն, վիտամիններ ընդունել, ճիճուների դեմ պայքար սկսել, ճիճուներ կան, որ ահավոր է, դաջվածք անել, վարկ վերցնելու համար է բարենպաստ, նաև բարենպաստ է կատարել կենդանիներին ամորձատում, ժամադրության եւ ծանոթության համար, ամուսնության համար բարենպաստ է, այգեգործության համար բարենպաստ է մանուշակների փոխպատվաստումը,
կաղամբի բերքահավաքը, կաղամբի սածիլները, կաղամբ տնկելը, վարունգի սածիլների համար, գազար տնկել, բազուկ տնկել և նեխուր տնկել։ Այսքանը բարենպաստ է։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։